Պատկերացրեք մի երկիր, որի շուրջը գրեթե ամեն ուղղությամբ պատմությունը թողել է սահմանների, տարածքների ու կորցրած հայրենիքի մասին հարցեր։ Հայաստան։ Բայց ո՞ր տարածքների համար է պայքարել Հայաստանը։ Եվ ամենակարևորը, ինչ եղավ այդ տարածքների հետ։ Այսօր Armenia History-ում մենք անցնելու ենք Հայաստանի պատմության ամենաբարդ թեմաներից մեկի միջով՝ հայկական տարածքային և սահմանային հիմնահարցերի պատմությամբ։ Սա միայն մեկ պատերազմի կամ մեկ պայմանագրի պատմություն չէ։ Սա պատմություն է Լոռու, Ջավախքի, Արցախի, Նախիջևանի, Սյունիքի և Արևմտյան Հայաստանի մասին։ Պատմություն, որտեղ քարտեզները փոխվել են, կայսրություններ են փլուզվել, նոր պետություններ են ստեղծվել, իսկ որոշ սահմաններ որոշվել են ոչ թե մեկ ժողովրդի ցանկությամբ, այլ մեծ տերությունների քաղաքականությամբ։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպես հասանք այսօրվա քարտեզին, պետք է վերադառնանք ավելի քան մեկ դար առաջ՝ 1918 թվական։ Ռուսական կայսրության փլուզումից հետո Հարավային Կովկասում ստեղծվում են 3 նոր հանրապետություններ՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։ Սակայն նոր պետությունների առաջ կանգնած էր հսկայական խնդիր։ Որտեղ էին անցնելու նրանց սահմանները։ Խնդիրը պարզ չէր։ Տարածաշրջանում բնակչությունը խառն էր։ Պատմական սահմանները միշտ չէ, որ համընկնում էին վարչական սահմանների հետ, իսկ տարբեր կողմեր նույն տարածքների նկատմամբ տարբեր հիմնավորումներ էին ներկայացնում։ Եվ հենց այս իրավիճակում սկսվեց Հայաստանի առաջին հանրապետության ամենաբարդ պայքարներից մեկը՝ Հայաստան-Վրաստան սահմանը։ Հատկապես կարևոր դարձավ Լոռու և Ջավախքի հարցը։ 1918 թվականի վերջին Հայաստանի և Վրաստանի միջև նույնիսկ զինված բախում տեղի ունեցավ։ Պատերազմը երկար չտևեց, բայց այն ցույց տվեց, թե որքան լարված էր իրավիճակը նորանկախ պետությունների միջև։ Հետագայում Լոռու խնդրի համար գտնվեց ժամանակավոր լուծում, իսկ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային հարցերը շարունակեցին մնալ բանակցությունների և սահմանազատման թեմա։ Ջավախքի պատմությունն էլ ավելի լայն թեմա է։ Տարածաշրջանում հայկական բնակչությունը դարեր շարունակ կարևոր ներկայություն է ունեցել, իսկ հետագայում այնտեղի հայ համայնքի լեզվական, մշակութային և սոցիալական խնդիրները դարձան հայ-վրացական հարաբերությունների կարևոր թեմաներից մեկը։ Սակայն եթե հայ-վրացական սահմանային խնդիրները ծանր էին, ապա հարավ-արևելքում իրավիճակն ավելի բարդ էր։ Հայաստան-Ադրբեջան։ 1918 թվականին Ադրբեջանի հանրապետության ստեղծումից հետո մի շարք տարածքների պատկանելիության շուրջ առաջացան լուրջ վեճեր։ Դրանցից ամենահայտնին Արցախն էր, բայց միայն Արցախը չէր։ Վեճերի կենտրոնում հայտնվեցին նաև Զանգեզուրը, ներկայիս Սյունիքի հիմնական տարածքը և Նախիջևանը։ Այստեղ պետք է մի կարևոր տարբերակում անել։ 1918-ից 1920 թվականների իրավիճակը նույնը չէր, ինչ այսօր։ Այդ ժամանակ Հարավային Կովկասում նոր էին ձևավորվում պետությունները, իսկ բազմաթիվ տարածքների վերջնական կարգավիճակը դեռ որոշված չէր։ Արցախում հայկական բնակչությունն ու տեղական հայկական կառույցները դիմադրում էին Ադրբեջանի իշխանությանը ենթարկվելու փորձերին։ 1918-ից 1920 թվականներին Արցախը դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենալուրջ հակասությունների կենտրոններից մեկը։ Հետագայում տարածաշրջանի ճակատագիրը փոխվեց արդեն խորհրդային իշխանության հաստատմամբ, և այստեղ պատմության մեջ մտավ Խորհրդային Միությունը։ 1920-ից 1921 թվականներին Հարավային Կովկասի քարտեզը սկսեց վերաձևավորվել։ Հայաստանը խորհրդայնացվեց, Ադրբեջանը նույնպես անցավ խորհրդային իշխանության տակ, Վրաստանը նույնպես խորհրդայնացվեց, և տարածքային հարցերը սկսեցին լուծվել ոչ միայն Հայաստանի և հարևան հանրապետությունների միջև, այլև Մոսկվայի և խորհրդային իշխանությունների որոշումների միջոցով։ Արցախի հարցում 1921 թվականին որոշվեց այն թողնել խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով, ինչը հետագայում դարձավ տասնամյակներ շարունակվող հակամարտության հիմքերից մեկը։ Բայց եթե մենք խոսում ենք Հայաստանի տարածքային հարցերի մասին, չենք կարող շրջանցել Նախիջևանը։ Նախիջևանը Հայաստանի պատմության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածաշրջան է։ 1918-ից 1921 թվականներին դրա շուրջ տեղի ունեցան ծանր քաղաքական և ռազմական զարգացումներ։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանավորվածությունների արդյունքում Նախիջևանը հայտնվեց Ադրբեջանի հովանավորության ներքո, ինքնավար տարածքի կարգավիճակով։ Այսպիսով 1920-ականների սկզբին Հարավային Կովկասի քարտեզը կտրուկ փոխվեց։ Սակայն դրանով տարածքային պատմությունը չէր ավարտվել։ Այժմ պետք է շարժվենք դեպի արևմուտք, դեպի Օսմանյան կայսրություն, դեպի Արևմտյան Հայաստան։
1915 թվականի հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկային հսկայական ողբերգություն էր, այն նաև հայ ժողովրդի պատմական հայրենիքի ժողովրդագրական պատկերը արմատապես փոխեց։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց նոր միջազգային համակարգ, եւ այդ համակարգում քննարկվեց նաև Հայաստանի եւ Թուրքիայի ապագա սահմանների հարցը։ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը։ Այստեղ կարևոր է շատ հստակ լինել։ Սևրի պայմանագիրը նախատեսում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանային հարցի միջազգային կարգավորում։ Պայմանագրի 89-րդ հոդվածով նախատեսվեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայետներում պետք է որոշվեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությամբ։ Վիլսոնը 1920 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրեց իր իրավարար վճիռը։ Այն սահմանագծում էր Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահման եւ նախատեսում էր նաեւ Հայաստանի համար դեպի ծով ելքի հարցի լուծում։ Այս փաստաթուղթը պատմության մեջ հայտնի դարձավ որպես Վիլսոնյան Հայաստան։ Բայց այստեղ եւս կա մի շատ կարևոր հանգամանք։ Սևրի պայմանագիրը ամբողջությամբ չիրականացավ։ Քաղաքական եւ ռազմական իրավիճակը կտրուկ փոխվել էր։ Թուրքական ազգային շարժումը ուժեղացել էր, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր վիճակում։ 1920 թվականի աշնանը սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանը պարտվեց, եւ դրանից հետո եկան նոր պայմանավորվածություններ։ 1921 թվական Մոսկվայի պայմանագիրը, հետագայում Կարսի պայմանագիրը։ Այս պայմանավորվածությունները ձևավորեցին տարածաշրջանի նոր սահմանային համակարգը։ Հայաստանի առաջին հանրապետության տարածքային պատկերն այլևս այն չէր, ինչ քննարկվում էր Սևրի ժամանակ։ Եվ հենց այստեղ մենք տեսնում ենք պատմության ամենադաժան իրողություններից մեկը։ Քարտեզները կարող են փոխվել շատ արագ։ Մի պայմանագիր կարող է այդ հույսը փոխարինել բոլորովին այլ իրականությամբ։ Բայց Հայաստանի սահմանային պատմությունը միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ չէ։ Հայաստան ունի նաև Իրանի հետ սահման։ Եվ այստեղ պատկերը սկզբունքորեն տարբեր է։ Այսօր Հայաստանի եւ Իրանի միջև պետական սահմանը միջազգային հարաբերություններում տարածքային վեճի առարկա չէ։ Սակայն պատմականորեն Արևելյան Հայաստանի տարածքները երկար ժամանակ գտնվել են պարսկական կայսրության եւ Ռուսաստանի միջև պայքարի կենտրոնում։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Արևելյան Հայաստանի մեծ տարածքներ անցան ռուսական կայսրությանը։ Այսպիսով հայ ժողովրդի պատմական տարածքների բաժանումը դարձավ նաև ռուս-պարսկական պատերազմների եւ կայսերական քաղաքականության հետևանք։ Եվ հիմա վերադառնանք ամենահայտնի հարցին՝ Արցախ։ 1980-ականների վերջին խորհրդային միությունը սկսեց փլուզվել։ 1988 թվականին Արցախում սկսվեց շարժում Հայաստանի հետ միավորման պահանջով։ Խորհրդային համակարգի ճգնաժամը վերածվեց նոր հակամարտության։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզվեց, Հայաստանն ու Ադրբեջանը դարձան անկախ պետություններ, եւ արդեն անկախ պետությունների միջև Արցախի շուրջ հակամարտությունը վերածվեց պատերազմի։ 1990-ականների պատերազմի արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Արցախի եւ հարակից մի շարք տարածքների նկատմամբ։ Տարիներ շարունակ խնդիրը չստացավ վերջնական քաղաքական լուծում։ Հետո եկավ 2020 թվականը։ 44-օրյա պատերազմից հետո ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Ադրբեջանը վերականգնեց վերահսկողություն նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասի նկատմամբ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Արցախի հայկական իշխանությունների վերահսկողությունը ավարտվեց եւ Արցախի հայ բնակչության մեծ մասը տեղափոխվեց Հայաստան։ Այսօր Արցախի հարցը այլ իրավիճակում է, քան 1990-ականներին կամ 2020 թվականից առաջ։ Սակայն դրա պատմական, հումանիտար եւ քաղաքական հետևանքները շարունակում են մնալ հայ ժողովրդի համար կարևոր թեմա։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկ այլ կարևոր խնդիր շարունակում է մնալ պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը։ Այսօր արդեն խոսքը ոչ միայն պատմական հիշողության մասին է։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ներկայիս միջազգային սահմանների ճշգրտման մասին է։ Տավուշի ուղղությունը, Սյունիքի անվտանգությունը եւ սահմանային տարբեր հատվածներ դարձել են Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ամենազգայուն թեմաներից։ Եվ այստեղ պետք է հիշել մի կարևոր բան։ Սահմանը միայն գիծ չէ քարտեզի վրա։ Սահմանը կարող է նշանակել անվտանգություն, տրանսպորտ, գյուղերի հասանելիություն, տնտեսություն եւ երբեմն մարդկանց ամենօրյա կյանքի փոփոխություն։ Հենց այդ պատճառով սահմանազատման յուրաքանչյուր որոշում կարող է հասարակության մեջ առաջացնել շատ ուժեղ արձագանք, բայց պատմական հարցերից ամենազգայունը շարունակում է մնալ Արևմտյան Հայաստանի հարցը։ Այստեղ նույնպես պետք է տարբերել պատմական հիշողությունը ներկայիս միջազգային իրավական իրականությունից։
Օսմանյան կայսրության տարիներին հայերը բնակվում էին Արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններում։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո այդ բնակչությունը ենթարկվեց զանգվածային տեղահանության և ոչնչացման։ 1920 թվականի Սևրի պայմանագիրը և Վիլսոնի իրավարար վճիռը պատմականորեն կարևոր փաստաթղթեր են, որոնք վերաբերում են Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցին։ Սակայն այդ կարգավորումները չիրականացան։ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը ձևավորեց տարածաշրջանի միջազգային կարգավորման նոր համակարգ։ Եվ այդ պահից հետո Արևմտյան Հայաստանի հարցը դարձավ ոչ թե գործող Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անմիջական սահմանազատման գործընթաց, այլ պատմական հիշողության, ցեղասպանության հետևանքների, արդարության և հայկական պահանջների շուրջ երկարատև քաղաքական ու հասարակական թեմա։ Այսպիսով, եթե քարտեզի վրա նայենք Հայաստանին, կարող է թվալ, թե ամեն ինչ շատ պարզ է։ Բայց քարտեզի յուրաքանչյուր գծի հետևում կա պատմություն՝ Լոռի, Ջավախք, Արցախ, Նախիջևան, Սյունիք, Արևմտյան Հայաստան։ Եվ յուրաքանչյուրի պատմությունը տարբեր է, ոմանք կապված են իրական սահմանային վեճերի հետ, ոմանք պատմական տարածքային պահանջների, ոմանք բնակչության իրավունքների, իսկ ոմանք էլ արդեն ձևավորված միջազգային սահմանների հետ, որոնք այսօր չեն հանդիսանում տարածքային վեճի առարկա։ Եվ հենց սա է ամենակարևոր դասը։ Պատմությունը միայն այն չէ, թե ով ինչ տարածք է ունեցել։ Պետք է հասկանալ, որ թվականին, որ պետության կազմում, ինչ պայմաններով, ինչ պայմանագրով, ինչպիսի բնակչությամբ և ամենակարևորը, ինչ միջազգային իրավիճակում։ Որովհետև եթե մենք պատմությունը ներկայացնենք միայն մեր տարածքներ հետո վերցրին ձևով, մենք կորցնում ենք պատմության ամենակարևոր մասը։ Իսկ իրական պատմությունը շատ ավելի բարդ է։ Հայաստանի սահմանները ձևավորվել են պատերազմների, կայսրությունների փլուզման, միջազգային պայմանագրերի, խորհրդային որոշումների և անկախ պետությունների միջև երկարատև հակամարտությունների արդյունքում։ Եվ այսօր, երբ մենք նայում ենք Հայաստանի քարտեզին, պետք է հիշենք, որ այդ քարտեզը պարզապես գծերի հավաքածու չէ։ Այդ գծերի հետևում կանգնած են միլիոնավոր մարդկանց պատմություններ, կորուստներ, տեղահանություններ, պայքար, դիվանագիտություն և սերունդներ, որոնք փորձել են պահպանել իրենց ինքնությունը։ Բայց պատմությունը նաև մեզ սովորեցնում է մեկ այլ բան. տարածքային հարցերը չեն կարող հասկանալ միայն զգացմունքներով։ Դրանք պետք է ուսումնասիրել փաստերով, փաստաթղթերով, քարտեզներով, պայմանագրերով և տարբեր կողմերի պատմական աղբյուրները համադրելով։ Որովհետև հայրենիքի պատմությունը ճանաչելը չի նշանակում ատել ուրիշ ժողովուրդներին։ Ընդհակառակը, պատմությունը հասկանալ նշանակում է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչ հետևանքներ է թողել։ Սա է այն գիտելիքը, որը թույլ է տալիս մեզ ոչ թե պարզապես հիշել անցյալը, այլ հասկանալ ներկան։ Եթե այս պատմությունը քեզ հետաքրքրեց, բաժանորդագրվիր Armenia History-ին։ Այստեղ մենք չենք մոռանում մեր պատմությունը, մենք ուսումնասիրում ենք այն, որովհետև ժողովուրդը, որը չի ճանաչում իր անցյալը, դժվարությամբ կարող է հասկանալ իր ներկան, իսկ մեր պատմությունը դեռ շատ էջեր ունի։